Մեծարգո վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, ոչ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ դիտում ենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր սեկտորի կողմից, գործակալությունների կողմից անշարժ գույքի, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առք ու վաճառք կատարվել է մինչև 59,000 գույք։ Իհարկե դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն։ Դրանցից մոտավորապես 1580-ը արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել։ Երբ որ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավոր չի դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, նրանք վաճառեն, նրանք վարձով տան, նրանք վերանորոգեն, որտեղ վերանորոգման դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտ է սկսում։ Ցեմենտ են օգտագործում, արմատուրա, մալուխներ են օգտագործում, մարդիկ են աշխատում։ Ես կարծում եմ, սա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, ես խնդրում եմ, որպես երկրի վարչապետ, դուք սա առանձին քննարկման թեմա դարձնեք, ինչի պետք է պետական ունեցվածքը այս կարգի մի կողմ դրված լինի եւ ոչ մի գեներացիա չապահովի Հայաստանի Հանրապետությանը։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, այդ խնդրը գոյություն ունի եւ մենք մեր օրակարգային հարցերից է այդ խնդրը լուծելը։ Հիմա օրինակ կարող ենք վերել ամենահայտնի եւ ամենավառ օրինակները, օրինակ Հանրապետության հրապարակի վրա կա այդպիսի շենք, որ կառավարությունը փորձում է ինչ-որ մի ներդրումային տրամաբանության մեջ տնի, բայց այդպես էլ չի ստացվում, խոսքը փոստի ժամանակին կենտրոնական փոստն է եղել։ Երբ որ ուզում ենք հասկանանք, բա ինչի հետաքրքրություն չկա, պարզվում է, որ ասենք օրինակ շատ ստանդարտների չի բռնում այդ շենքը, սկսած նրանից, որ կայանատեղի խնդրեմ ունի, սկսած նրանից, որ պատմամշակութային հուշարձան է եւ այդտեղ լրացուցիչ միջոցառումների շատ խիստ սահմանափակումներ կան, սկսած նրանից, որ հետևի հատվածներ ինչ որ մի ժամանակ, որ այդ համալիրի մաս են եղել սեփականաշնորհվել, առանձնացվել են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ խնդրեմը կա, բայց եթե կան կոնկրետ գաղափարներ, թե ինչ սխեմաներով դա կարելի է անել, իհարկե այդ գաղափարներն է քննարկել են, մենք բաց ենք այդ գաղափարների համար եւ նաեւ այդ մեծ թվերը այո շատ կարեւոր են, բայց երբեմն մեծ թվերի մեջ էլ պետք է մենք խորանանք, որովհետև ձեր ասած 400 միլիարդ ասիկ, 400 միլիարդ, երբ որ նայում ենք այդ գույքը, տեսնում ենք, որ այդ գույքեր կան, որ գտնվում են այնպիսի տեղանքներում, որոնք ընդհանրապես ոչ մեկին հետաքրքիր չեն, մի ամայի վայրում են, իհարկե հակառակն էլ կա, եւ կան դեպքեր, որ հիմա կոնկրետ ներդրումային հետաքրքրությունը ցուցաբերված է եւ իրականացվում է։ Ուզում եմ այն մյուս փոստի շենքի մասին խոսեմ, որտեղ առևտրի համաշխարհային կենտրոն բրենդի ներքո մենք նախագիծ ունենք, որը առաջիկայում պետք է իրագործվի։ Այո, այդ իրականում շատ նուրբ եւ բարդ գործընթաց է եւ մենք այդտեղ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք, որ ասենք Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել է մասնավորեցման եւ կամ հետաքրքրություն չի ցուցաբերվել։ Եղել են հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ որ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց այդ թվում որոշակի քննադատություններ եղավ մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք կառավարությունը մտածում էր անել, այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել եւ մեծ հավանականությամբ այդ մասնավորեցման արդյունքում առաջացած ճգնաժամի լուծման պետք է զբաղվենք, համենայն դեպս ես արդեն այդ նամակների հոսքը ստանում եմ, բայց որ թեման պրոբլեմատիկ է եւ շատ կարեւոր,
այդ միանշանակ է, բայց ուզում եմ ասել նաև, որ եթե ես չեմ սխալվում, 2024 թվականին պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են, մոտավորապես եթե չեմ սխալվում 20 միլիարդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչը առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ իրոք շատ հետաքրքրում է։ Եվ մենք ընտրտուքի մեջ ենք եւ սխեմաների ներդրման process-ի մեջ ենք։